Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը։ Պարոն Այվազյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Այվազյան, սկսենք եկեղեցու թեմայից եւ իշխանության ամիսներ շարունակվող այս գործընթացների մասին զրուցենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է եկեղեցու դեմ չեմ, բեհափառին եմ ուզում հեռացնել եւ ստեղծել արդեն խորհուրդ, կանոնադրություն է ուզում մշակել։ Ի վերջո, եկեղեցու դեմ պայքարը, նաև պատմաբան եմ ուզում դուք այս հարցին մոտենաք եւ մեկնաբանեք, եկեղեցու դեմ պայքարը, թեկուզ ինչպես իրենք են ասում, բեհափառի դեմ պայքարը, արդյունք կտա ինչ որ պահի, ինչ որ շրջանում, երբ որ եկեղեցու դեմ են դուրս եկել որոշակի ուժեր, ինչ ճակատագիր են ունեցել։ Բազմաշերտ հարց է, հատկապես հայոց եկեղեցու մասին, որովհետեւ եկեղեցու պատմությունը շատ մեծ է, ինչպես եւ հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանի պատմությունը։ Այնքան երկար ժամանակաշրջան է եւ այնքան իրադարձություններ են եղել, ամեն տեսակ, օտար ներխուժումների ժամանակ, օտար տիրապետողների ճնշումներ, դավանափոխության եւ կրոնափոխության փորձեր, եկեղեցին պառակտելու փորձեր, այսինքն անընդհատ, այսպես հիմա որ խոսենք, չենք ավարտի, դա հատորներ է, եւ հատորներ էլ գրված են, ասենք Մաղաքիա Օրմանյան կարող են բացել եւ կարդալ հատորներով այդ ամեն ինչը։ Այսօրվա իրավիճակը բնականաբար պատմական այս փուլի համար յուրահատուկ է, երբ իբր անկախ հայոց պետականության ղեկավարությունը, հայոց պետության ղեկավարությունը ինքն է փորձում պառակտել եկեղեցին, ինքն է փորձում հարվածել եկեղեցուն, բայց պետք է հասկանալ, որ այդ հարվածը ուղղված է ոչ միայն եկեղեցուն, այդ մասին շատ է ասվել, ես էլ եմ շատ խոսել, այլ միանգամից բազմաշերտ հարված է գնում տարբեր ուղղություններով, այսինքն պառակտում են, փորձում են պառակտել եկեղեցու խփելով, հարվածելով եւ ժողովրդին եւ ուրեմն քաղաքական ուժերին նաեւ տեսեք ԿՊԱ-ականները միանշանակ այսօրվա հայոց եկեղեցու նվերապետական այդ իշխանության դեմ են։ Կուսակցությունը դեմ է, այսինքն հերձված է դառնում դա, մի քաղաքական թեւ դարձել է հերձված հոգեվոր առումով։ Սա լուրջ նվաճում է մեր թշնամի ուժերի համար։ Հասկանում եք։ Մյուս ուղղությունը պետական համակարգը ամբողջությամբ ենթարկվում է իշխանությանը եւ ինչպես տեսնում ենք բոլոր նախարարները, այդ թվում պաշտպանության նախարարը նույնպես հանդես է գալիս այսօրվա հայոց եկեղեցու դեմ եւ փորձում է ստեղծել պետական համակարգը, փորձում է ստեղծել մի նոր ուղղություն, սա հերձված է, հերետեկոսություն է սա, նրանք փորձելու են ստեղծել մի ինչ-որ առանձին մարմին, բայց կարծում եմ իրենք էլ չէին հաշվարկել, քանի որ պատմական գիտելիք առանձնապես չունեն, վերլուծական մտքից թույլ մարդիկ են, ինչ ասվել է իրենց օտար տերերի կողմից, դա էլ փորձել են իրականացնել եւ փորձում են դեռ իրականացնել, հաջողություն չեն ունենալու։ Նրանց հաջողություն այդ 10 եպիսկոպոսների հետ ստեղծել ինչ որ եկեղեցու նման մի կառույց, այդպես է ստացվում, քանի որ ես դեռ հենց սկսվեց այս շարժումը, ասացի, որ եթե ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը կամովին հրաժարական չտա եւ պինդ մնա իր դիրքերում, ինչը եւ նա անում է եւ պարտավոր է անել բոլոր առումներով, քանի որ դա բխում է ոչ միայն եկեղեցու շահերից, այլև Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից, որպեսզի եկեղեցին չկիսվի, չկոտորակվի, Հայաստան-Սփյուռք կապերը չխզվեն, հայկական ինքնությունը չվնասվի, նա պինդ մնում է իր դիրքերում։ Եվ եթե նա կամովին հրաժարական չի տալիս, ուրեմն Փաշինյանը պարտված է։ Միևնույն ժամանակ, իհարկե նրանք պարտված են եւ պարտվելու են, միայն այդ ներկայությունը ոստիկանների եկեղեցիների բակերում կամ մարդկանց բերելով, դա դեռ մի կողմ, բայց միայն իրենց ներկայությունը ամեն անգամ, երբ մարդ տեսնում է հարյուրավոր ոստիկաններ, օրինակ Մայրաթոռում, երբ գնացին փորձեցին այն գործողություններն իրականացնել, այդ ազգուրած տիրադավ
չարքեպիսկոպոսների եւ չեպիսկոպոսների միջոցով դա արդեն պարտություն էր, որովհետեւ հոգեվոր ուժերի դեմ, հոգեվորակ եկեղեցիների դեմ, երբ աշխարհիկ իշխանությունները պայքարում են ուժով, եթե նրանք չեն տիրապետում, ասենք Չինաստանում են որոշ դեպքերում պայքարում ինչ որ մի եկեղեցու դեմ, Խորհրդային Միությունում էին պայքարում, բայց Խորհրդային Միության ռեսուրսները, իրենց սիբիրներով, գնդակահարություններով եւ այլն շատ էին Ստալինի օրոք, կարող էին տանել եւ տանում էին ու գնդակահարում էին, եկեղեցիները պայթեցնում էին, ինչպես Երևանում են պայթեցրել, նրանք ունեին այդ ռեսուրսը մի որոշ ժամանակով, մի քանի տասնամյակով, մինչև իրենց փլուզվելը իրականացնել նման գործողություններ։ Այդ ռեսուրսն ունեին։ Նիկոլ Փաշինյանը չունի նման ռեսուրս։ Ինչու ԱԱԾ-ն, ոստիկանությունը, պետական ապարատը դա ժամանակավոր, շատ ժամանակավոր կարճաժամկետ նույնիսկ մի երևույթ է, որ գալու է հասնելու է իր ավարտին։ Սրբազաններին բանտարկել է։ Այո, բայց դա ԱԱԾ-ով ասում է գնացեք քահանաներին, ասեք, որ զեղ չեն Վեհապարյան։ Այսինքն մեթոդները բոլորը կիրառվում են։ Այո, կիրառվում են մեթոդները, բայց արդյունք չեն տալիս եւ չեն տալու։ Տալու են տարբեր տիպի արդյունքներ, բայց իրենց ուզած արդյունքը չեն տալու։ Տեսեք, մեր եկեղեցականները շատ հաճախ հիմա ասում են եկեղեցին ինչպես է համարձակվել զբաղվել քաղաքականությամբ։ Իրենց հիմնական թեզը դա է։ Մենք էլ ուրեմն հիմա կմտնենք, կզբաղվենք ուրեմն այդ ԿՊԱ-ականների թեզն է։ Ուրեմն մենք էլ կզբաղվենք հոգևոր հարցերով։ Ճիշտն ասած, ճիշտ հակառակը պետք է ասվի, ոչ թե քաղաքականությամբ նախև առաջ, դա այն ինչով փորձել է իր ձայնը բարձրացնել եկեղեցին, դրանք ոչ թե քաղաքական հարցեր են, դրանք Հայաստանի հայ ժողովրդի պետական եւ հոգեվոր անկախության եւ գոյության հարցերն են։ Այդ մասին է եկեղեցին բարձրաձայնել։ Երբ ոչնչացվել են իր եկեղեցիները Արցախում, երբ հող է հանձնվել, հայկական հողը հանձնվել է Թուրքին, երբ պետությունը փաստորեն սկսում է կատարել մեր թշնամի Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները եւ այդ զիջումները սպառնում են Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյությանը, այդ թվում հայոց եկեղեցու գոյությանը։ Այդ ժամանակ եկեղեցին, ինչպես եւ յուրաքանչյուրս, պարտավոր ենք մեր ձայնը բարձրացնել։ Նրանք ովքեր չեն բարձրաձայնում, նրանք են, որ մեղավոր են։ Իսկ ես հակառակը կասեի, եկեղեցին վաղուց պետք է այս հարցերին անդրադառնար։ Ոչ թե հիմա 18 թվականից հետո կամ 20-ից հետո եւ այլն, այլ այս հարցերին եկեղեցին պետք է վաղուց սկսած հենց անկախության ձեռքբերումից հետո իր դիրքորոշումները հայտներ Հայաստանի այս գոյութենական խնդիրների վերաբերյալ։ Օրինակ, երբ հայ-թուրքական այն խայտառակ տխրահամբավ արձանագրություններն էին կնքվում 2008-9 թվականների այդ ֆուտբոլային դիվանագիտության այդ խայտառակ գործընթացի ժամանակ եկեղեցին լուր մնաց, չմիջամտեց, իսկ դա սխալ էր, պետք է մասնակցեր։ Եթե մասնակցեր, այստեղ չէինք հասնի։ Եկեղեցին շատ ուշ մտավ պայքարի մեջ, շատ ուշ մտավ։ Այս տեսանկյունից պետք է նայել եկեղեցու։ Իմիջիալից այդ առումով այս իշխանությունը մեղադրանք հենց ներկայացնում, ասում է նախորդ իշխանությունների ժամանակ բազմաթիվ խնդիրներ կար։ Ինչու՞ չեք խոսում, ինչու եք հիմա խոսում այդ մասին։ Տարբեր խնդիրներ կային, իհարկե շատ էին խնդիրները։ Բոլոր խնդիրների մասին եկեղեցին չէր կարող բարձրաձայնել, իմաստ չուներ։ Բայց այն խնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանի, այո, բախտորոշ այն իրավիճակներին եւ բախտորոշ հարցերը, որոնք են պետության գոյությունը, տարածքը, հայկական ինքնությունը եւ այլն, այդ հարցերին պետք էր անդրադառնալ եւ անդրադառնում էր շատ դեպքերում, օրինակ այն Ստամբուլի կոնվենցիայի հարցներ, ինքնությանը վերաբերող որոշ հարցեր են եւ բայց շատ դեպքերում էլ չէր անդրադառնում, ինչպես ես մի օրինակ նշեցի հայ-թուրքական այդ ուրեմն արձանագրությունների շատ վտանգավոր փուլին, որովհետև այն ժամանակ էր փորձում իրականացվել այն, ինչ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Այն ժամանակ էլ մարդիկ մոռացել են կամ երիտասարդները չեն հիշում։ Հայաստանի վարչապետը, օրինակ, հայտարարում էր, որ
հայկական նոր ատոմակայանին կառուցմանը պետք է մասնակցի Թուրքիան։ Հետո ասում էինք 1-2 հոգով ախարես ինչ ես խոսում ես։ Սա վտանգավոր բաներ ես ասում, Թուրքիան ինչու պետք է մասնակցի Հայաստանի ատոմակայանի կառուցմանը։ Խոսքս 2009 թվականի մասին է։ Ասա չէ, գիտեք, ես նկատի ունեմ, որ պետք է բաժնետեր լինեն այդ հայկական ատոմակայանի ակտիվներին, ակցիաներին, ավելի վտանգավոր մի բան։ Այս բաները անցել ենք։ Հիմա ես չեմ ուզում անդրադառնամ այն ժամանակ։ Այդ ժամանակ եկեղեցին պետք է խոսեր։ Հիմա չխորանամ նախքին, հիմա խոսում է եկեղեցին։ Բարձրաձայնել է, լավ է արել, ավելի պինդ պետք է կանգնի այդ դիրքերին, ոչ մի նահանջ չպետք է թույլ։ Հիմա 10 այս եպիսկոպոսները, որ միացել են Փաշինյանին, շատերը մտածում են, որ կոմպրոմատներ կան նրանց դեմ եւ դրանցով է Նիկոլ Փաշինյանը պահում իր կողքին։ Բայց արդյոք այդ կոմպրոմատները այդքան զորեղ են, որ նրանք դրանով հանդերձ վաստակում են հիմա հարության զգալի հատվածի հակակրանքը կամ իրենց այսպես չակերտավոր արդեն տարբեր մականուններ են տալիս, տիրադավ են ասում, այսինքն այդ կոմպրոմատներն այդքան հզոր են, որ նրանք գնացել են Փաշինյանի կողքը։ Միայն կոմպրոմատները չեն, մի քանիսի դեպքում կոմպրոմատներն են, մի քանի ուրիշների դեպքում ըստ երևույթին պարզապես օտար գործակալական ուրեմն ցանցի մասնակից են նրանք դարձել ինչ-որ մի փուլում, որը սովորական, այսպես ասած, երևույթ է հատուկ ծառայությունների գործունեության համար, հավաքագրում են հենց նմանատիպ մարդկանց, ովքեր տարբեր տեղերում գնալու են, ժողովրդի հետ կապ են հաստատելու եւ այլն եւ այլն։ Միայն հայոց եկեղեցուն չի վերաբերում դա, այսինքն դա էլ կա եւ կա նաեւ պարզապես մարդկանց այդ իշխանա վախությունը, կա այսպես նրանց ոնց գիտելիքի պակասը նաև կա, այս գիտելիքի պակասը խեղդում է այս մարդկանց, հասկանում եք, նրանք եթե մի քիչ վերլուծեին իրավիճակը ավելի լավ, կհասկանային, որ սա իրենց տանում է դեպի ոչ մի տեղ, այս ուղին, որ իրենք բռնել են, որտեղ իրենք արդեն այսօր դարձել են ոչ թե հոգևոր առաջնորդներ, ինչպիսին էին մինչև անցնելը Փաշինյանական իշխանության կողմը, այլ դարձել են սովորական չինովնիկներ, վաղնել են այդպես լինելու, կապը հոգևոր ժողովրդի հետ արդեն իսկ կորցրել են նրանք, իսկ ինքը եկեղեցին շահում է այդ ինքնամաքրման աշխատանքն է տեղի ունենում, որովհետև 90-ականներին շատ հոգևորականներ, շատ չասեմ, գուցե քիչ, բայց մի որոշակի թվով հոգևորականներ պատահականորեն են հայտնվել այդ կառույցում։ Նրանք ոչ Աստծուն են հավատացել, ոչ, չգիտեմ, ուզեցել են հայ ժողովրդին ծառայությունը, Քրիստոսին ծառայությունը իրենց ուրեմն մատուցել, ոչ, այս մարդիկ եկել են իրենց կարծիքով թեթև կյանք վայելելու, այն ժամանակ ծանր պայմաններ էին, բոլոր համակարգերի մեջ սողոսկեցին պատահական մարդիկ, բոլոր պետական համակարգերի մեջ, այդ թվում բանակի մեջ եւ այլուր պետական տարբեր գերատեսչությունների մեջ եւ բնականաբար եկեղեցու մեջ էլ հայտնվեցին նման մարդիկ եւ դրանցից մի քանիսը հասան բարձր դիրքերի, որին արժանի չէին, դա իրենց կոչումը չէր։ Հիմա իրենք չեն կարողանում հասկանալ, ախր ոչ ներքին իրավիճակն են լավ հասկանում, որովհետև կտրված են եղել ժողովրդից։ Չեն հասկացել, նաև իրենց հոգևոր դասից են փաստորեն կտրված եղել։ Այդ երբ ես ասում եմ չարքեպիսկոպոսներ, սա իդեպ այս տերմինը միջնադարյան տերմին է, որովհետև նախկինում էլ են եղել անհաջող արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ գոյություն են ունեցել այն ժամանակ հորինված տերմին է, հարյուրավոր տարիներ առաջ։ Չարքեպիսկոպոս կամ սրբազանին ասում են անհաջող սրբազանին, լրբազան, փաստաթղթերում ունենք մեր գրավոր։ Այս չարքեպիսկոպոսները իրենց հոգևոր դասից են կտրված։ Օրինակ նրանք չէին պատկերացնի, որ հարյուրավոր քահանաներ պարզապես պինդ կանգնեն ամենայն հայոց կաթողիկոսի թիկունքում եւ հայոց եկեղեցուն հավատարմություն կհայտնեն։
Ես համոզված եմ նրանք դա չէին պատկերացնում։ Այսինքն կարծում եք Փաշինյանը չէր կանխատեսել նման զարգացում, նա կարծում է հեշտ կլիներ։ Ոչ, իհարկե, որովհետև նա կարողացավ բոլոր մակարդակներում պետական իր իշխանությունը 100%-անոց հաստատել։ Տեսեք, բանակում ինչպես մաքրազերծեց բանակը եւ հիմա չենք էլ հասկանում մեր հրամանատարներին չենք ճանաչում, ղեկավարությունն ով է, ինչ է, դրանից առաջ էլ ճիշտն ասած հաճախ տեսնում ենք ինչ գեներալներ են ունեցել, նույնիսկ արցախցի գեներալներ, որոնք գալիս են կանգնում են Փաշինյանի կողքին այս ժամանակաշրջանում։ Չէր հասկանում, կարծում էր եկեղեցին էլ իհարկե եկեղեցին էլ է բյուրոկրատական համակարգ, այն էլ շատ կուռ բյուրոկրատական համակարգ է, բայց իրեն թվում էր սա աշխարհիկ հերթական համակարգերից մեկն է, որտեղ կարող ես քո կամքը թելադրել, բայց մարդը չի ուսումնասիրել պատմություն, չեն հասկացել եւ այդ չարքեպիսկոպոսներն ու չեպիսկոպոսներն էլ չեն հասկացել։ Դա ներքին դաշտը, բայց նաեւ սրանք չեն հասկանում արտաքին դաշտը։ Եթե մի փոքր, ես սա էլ եմ ուզում, եթե մի փոքր այս մարդիկ պատկերացում ունենային, որովհետեւ գիտեք, իրենց դիրքը շատ բարձր դիրք է։ Իրենք շփվում են տարբեր օտար երկրացիների հետ, դինում են արտասահմանյան գործուղումներում։ Ես այդ բարձր վերնախավի մասին եմ ասում, այդ մի քանի 10+ մարդկանց մասին եմ ասում, նրանք պարտավոր են հասկանալ քաղաքական միջազգային հարցեր, աշխարհառազմավարական դրությունը Հայաստանի պետք է հասկանան։ Հիմա այս իրավիճակում, երբ այս տարածաշրջանը մեր այսպես եռում է, երբ ամեն վարքյան կարող է Իրանում պայթել իրավիճակը, կարող է լինի նոր պատերազմ, նոր հարձակում Իրանի վրա, կարող է հանկարծ Իրանում լինի քաղաքացիական պատերազմ, կարող են, չգիտեմ, տարբեր տիպի բախումներ լինեն, որոնց հետևանք, այո, այս ամեն ինչի ժամանակ, երբ Ադրբեջանը չի դադարում սպառնալ Հայաստանին, կայծակնային ինչ-որ հարձակումներով, նոր դաս կտամ, այս կանեմ, այն կանեմ եւ այլն, դա մեր տարածքն է, միջանցք է եւ այլն եւ այլն։ Այս պայմաններում փոխանակ մտածեն, ասեն, ախր այս մեր երկիրը, եթե մենք այս մեր փոքր ռեսուրսները չկարողանանք համախմբել, դառնանք մի կուռ, այսպես համախմբված հասարակություն, օտար այս վտանգների, սպառնալիքների առջև փորձենք դիմակայել, մեզ հեշտությամբ կուլ կտան, որովհետև ինչ են ուզում անեն օտար ուժեր նման դեպքերում, որպեսզի հեշտ հաղթանակ տանեն, բաժանիր որ տիրես, այո, բաժանիր որ տիրես, հակամարտություններ են սարքում, հիմա այս Իրանի հակամարտությունները որքան էլ ներքին պատճառներ ունենան, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ այլ, ամենակարևոր բաղադրիչը դրանց այն է, որ դրանք խրախուսվում են Իրանի թշնամիների կողմից, Իսրայելի կողմից, Միացյալ Նահանգների կողմից։ Նույնը Վենեսուելան, օրինակ տեսեք, Վենեսուելայում էլ սկզբից փորձեցին թուլացնել, հակամարտություն ստեղծել, կիսել ժողովուրդը երկու մասի, չավեսականներ, հակաչավեսականներ, բախումներ, այս կողմ, այն կողմ, այնուհետև հարված հասցնել, այդ հարվածը իրենց ուզած արդյունքին չի հասել։ Հետո որ նայենք, այստեղ ամեն տեղ նույն բանն է։ Նույնը պաղեստինցիների հետ Համասի եւ Ֆաթահի հարաբերությունները։ Սա նույնն է, որ դրսից է։ Չէ, որ ասում եք ցանկալի արդյունք, էլ ինչ ցանկալի արդյունք Վենեսուելայի, քանի որ անդրադարձակ, արդեն գլխատեց երկիրը Միացյալ Նահանգները։ Չի գլխատել երկիրը, բացարձակ։ Երկրի ղեկավարին եւ կնոջը գերեվարեց, դա գլխատել չէր։ Ոչ, այդ գործողության արդյունքում իշխանափոխություն տեղի չունեցավ, ամենահավատարիմ չավեսականները պահպանեցին իշխանությունը իրենց ձեռքերում եւ դեռ մի բան էլ ընդդիմությունը որոշ չափով խեղճացավ, որովհետեւ ընդդիմության դուրն էլ չեկավ այն ինչ անում էր Միացյալ Նահանգները, ասելով թե նավթը մերն է Վենեսուելայի, մենք ենք կառավարելու Վենեսուելան այսուհետեւ եւ այլն, այստեղ խոսում է նաեւ ոչ թե ազգայնական, հայրենասիրական զգացմունքներն են զարթնում մարդկանց մեջ եւ միավորվում են։ Ճիշտ է, այդպիսի մեծ միավորում չի եղել, բայց իշխանությունը պահպանել են ամենապինդ, ուրեմն չավեսականները, նախկին փոխնախագահ Ռոդրիգեսի գլխավորությամբ, հիմա պարզապես նրանք բանակցություններ են վարում Միացյալ Նահանգների հետ, որպեսզի նոր այսպիսի մեծ հարվածների նաև չենթարկվեն, բայց միշտ էլ Մադուրոն էր պատրաստ նավթ վաճառել Միացյալ Նահանգներին։ Իսկ զորք մտցնել Վենեսուել, նրանց նպատակը ո՞րն էր։
Միացյալ Նահանգների, որ այդ հարվածից հետո իշխանությունը սասանվի, նորից ոտքի կանգնի ընդդիմությունը, իշխանափոխություն տեղի ունենա եւ այլն, այս ամեն ինչ տեղի չունեցավ։ Եվ չի էլ կարող հիմա Միացյալ Նահանգները մեծ ներխուժում իրականացնել, չունի այդ կարողությունները, ռազմական առումով նաև չունի, որովհետև ժողովուրդն էլ է զինված, բանակ գոյություն ունի, կա աշխարհազոր, կազմակերպված արհմիություններ, կազմակերպված համայնքներ եւ այլն եւ այլն։ Բայց արդյոք նրա խնդիրը զինված բախումն է, թե հենց այդ նավթային պաշարի ամբողջական տիրապետումը Միացյալ Նահանգների Նա նկատմամբ չի տիրապետում այսօր նպատակը, գերնպատակը դա չէր, հենց ոչ միայն նավթային, այնտեղ ուրիշ հանածոներ էլ կան, Այո, ամեն ինչին տիրապետում տնտեսական շահերը։ Եվ նրանք ասում են ոչ միայն Վենեսուելային, մենք ամբողջ սա մեր կիսագունդն է, պետդեպարտամենտը այսպիսի հայտարարություններ արել, this is our hemisphere, ուրեմն սա մեր կիսագունդն է, այո, բայց դա կատաղացրել է ոչ միայն վենեսուելացիներին, այլ ամբողջ հարավային եւ կենտրոնական Ամերիկայի ժողովուրդներին է կատաղացրել, որտեղ առանց այդ էլ հակաամերիկյան տրամադրությունները շատ սուր էին այնտեղ, նրանք դիտում են Միացյալ Նահանգները որպես գաղութարար պետություն, նմանատիպ գործողություններ Միացյալ Նահանգները շատ է իրականացնել այդ պետություններում, միայն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշվարկներ կային մոտ 64 նման գործողություններ է իրականացնել իշխանափոխության ուրեմն գործողություններ։ Կարող ենք հիշել թեկուզ Պինոչետի ուրեմն իշխանության գալը 1973 թվականին եւ այլն, շատ դեպքեր են նմանատիպ եղել։ Ուրեմն որևէ արդյունքի շոշափելի մեծ Թրամփը չի հասել։ Եվ ընդհակառակը հասել է հակառակ արդյունքի, որը դեռ իր այսպես բաներով կբացահայտվի շուտով։ Դրսևորումները դեռ չեն տեսել ամբողջությամբ մարդիկ, բայց կտեսնեն։ Եվ այդքան էլ չի ուշան, առաջկա 1-2 ամսվա, 3 ամսվա ընթացքում երևա, որ ոչ մի բանի չի հասել, հա, դա շատ փայլուն հատուկ ռազմագործողություն էր, որտեղ նաև հնարավոր է կիրառվել է, ասեցին, մի հատուկ զենք, բայց դրանով եւ սահմանակ փակվում է, որովհետեւ բոլոր պատերազմները, բոլոր ռազմագործողությունները ունեն նաև քաղաքական նպատակ, այս տիպի ռազմական գործողությունները, որպեսզի հասնես քո ուզած քաղաքական արդյունքին։ Այդ ուզած քաղաքական արդյունքին չի հասել եւ չի էլ հասնի։ Բայց ամեն դեպքում, տեսեք, չի հասել, բայց որևէ թեկուզ գերտերության երկրի ղեկավարը որոշում է, ցանկություն է հայտնում մի օր մտնել մի երկիր, այդ երկրի ղեկավարին վերցնել, գերեվարել ու իր ուզած բաները իրականացնել ուժի միջոցով։ Այ Միացյալ Նահանգների այս օրինակը, Թրամփի այս օրինակը աշխարհում ինչ է փոխում, արդյոք վերահաստատում է այն, որ ուժն է իսկապես ծնում իրավունք, ինքն իրեն իրավունք է վերապահում, ստեղծելու այդպիսի միջավայր։ Այո, եւ Թրամփը, եւ ոչ միայն Թրամփը, այլև իր ամենամերձավոր թիմակիցներ, օրինակ Մարկո Ռուբիոն, պետքարտուղարը, որը միաժամանակ նաև ազգային անվտանգության գծով խորհրդականն է, այդպիսի դիրք միայն Քիսինջերն է զբաղացրել վերջին տասնամյակներին, որ միանգամից 2 կարևորագույն պաշտոն իր ձեռքում լինի։ Նա էլ է այդպիսի բաներ ասել եւ բաց այդ մարդիկ ասում են, որ մեզ համար բառերով են ասում, բառացիորեն, որ միջազգային իրավունքը նշանակություն չունի։ Բայց եկեք այստեղ հիշենք, որ Ալիևը նույնը ասում է արդեն մի քանի տարի է, որովհետև Ալիևի հովանավորները նույն գլոբալիստներն են։ Նրանք են արդեն իրեն ասել, հիմա հերթը հասել է, իրենք են ասում, որ մեզ համար միջազգային իրավունքը, ՄԱԿ-ը, պայմանագրերը մեր կնքած նախկին, մեր սահմանադրությունը որևէ նշանակություն չունի, որովհետև Միացյալ Նահանգների սահմանադրության դեմ է գնում Թրամփը։ Եվ այսօր շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ Միացյալ Նահանգներում ասում են, որ մենք վերածվել ենք սահմանադրական հանրապետությունից, ինչպիսին էինք, վերածվել ենք բռնապետության, որովհետև սահմանադրությունը չի գործում, որովհետև ռազմական գործողություն իրականացնելուց առաջ օտար պետության դեմ պետք է ստանաս կոնգրեսի համաձայնությունը։ Այդ համաձայնության վրա թքած ունեն արդեն 20 տարի է։ Պարզապես այդ 20 տարվա ընթացքում այդպես չէին արտահայտվում, հիմա արտահայտվում են, հիմա պարզ ասում են, որ կապ չունի, Գրենլանդիան էլ պիտի վերցնեմ, շատ էլ թե մեր ՆԱՏՕ-ի դաշնակցի տարածքը չի, հետո ինչ ասում, որ 500 տարի առաջ մի հատ նավակ ա եկել Գրենլանդիա Դանիայից, ուրեմն Դանիային նա
Չէ, իմը պիտի լինի եւ ամենայն հավանականությամբ, լավ, ամենայն չասենք, բայց մեծ հավանականությամբ կվերցնի մինչև հավանաբար հուլիսի 4-ը, երբ պետք է մեծ մի միջոցառումով նշեն Միացյալ Նահանգների այդ ամենամեծ պետական տոնը, իրենց դրոշի տոնն է, ու նաև կարծեմ այդ օրը թե դրան մոտ պետք է նշեն Թրամփի 80-ամյակը։ Մինչև ինքն իրեն նվեր է անել։ Ամենայն, եթե շատ լուրջ դիմադրություն Եվրոպան ցույց չտա, որտեղ հիմա խոսում են, բա ինչ անենք, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, գուցե զորքեր տեղակայենք, բայց չի լինի, բա որ սենց եւ այլն, այսինքն ամեն ինչ այսպես շարունակող մի գործընթաց է ամենուր, չկանք չառած գործընթաց է, որը տանում է դեռևս անընդհատ դեպի միջազգային այս իրավունքի նորմերի ոչնչացում, ՄԱԿ-ի փաստորեն զրոյացում եւ դրա հետևանքները մեր նման պետության համար շատ վտանգավոր են։ Որ ինչը պիտի զսպի այդ դեպքում Ադրբեջանին հարձակում գործել Հայաստանի դեմ, որոնք էին այդ զսպող մեխանիզմները։ Միջազգային իրավունքը եթե չի աշխատում, ուրեմն մնում է միայն ուժը։ Փաշինյանական իշխանությունը Հայաստանում այնպես արեց, որպեսզի մենք չկարողանանք մոբիլիզացնենք մեր ռեսուրսները, ստեղծենք նման դրությունների համար համապատասխան պետական մոդել, չվարենք համապատասխան ռազմական քաղաքականություն, չունենալ դիմադրողականություն։ Այո, դիմադրողականությունը պակասացնենք, բանակի թիվը պակասացնենք, 2 տարվանից պակասացնելով մինչև 1.5 տարի փաստորեն թվականակն է անմիջապես նվազում բանակի, ուրեմն դա չկա, ներքին ռեսուրսները չեն մոբիլիզացված, այնինչ մոբիլիզացման դեպքում կարող ենք շատ լուրջ դիմադրություն եւ շատ լուրջ հակահարված հասցնել Ադրբեջանին, շատ լուրջ, որ նա չեր էլ մտածի հարձակման մասին։ Այդ բանը Փաշինյանը անջատել է մեր ինքնապաշտպանական կարողությունները, նվազեցրել է, հասցրել է մի ինչ-որ նվազագույնի։ Մեկ դա չկա, մյուսը որն էր, մյուսը ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքներ, որը տեսանք, որ լավ չի աշխատում։ Ռուսաստանը պատրաստ չի դեռևս, կամ չգիտեմ, երբ պատրաստ կլինի Հայաստանին պաշտպանել ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի, ուրեմն դա էլ այնքան չաշխատող մի մոդել է, եւ երրորդը մնացել էր Իրանը։ Իրանը ապահովում էր 2021 թվականից սկսած, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը հավակնություններ ունի ամբողջ Սյունիքի վրա, Մեղրիի Միջանցք է ասում եւ այլ, ուրեմն Զանգեզուրի Միջանցք, Իրանը դա զսպեց, ասաց, եթե դու փորձ անես հարձակվել, ես ռազմական ուժով եմ դրան դիմադրելու, եւ կանգ առավ այդ գործընթացը։ Բայց նրանք չեն հրաժարվել, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այդ նպատակներից։ Թուրքիան իհարկե Ադրբեջանի ձեռքերով է փորձում իրականացնել։ Ինչպես կզարգանան իրադարձությունները Իրանում, դրանից շատ բան է կախված։ Հիմա կներեք, հիմա Միացյալ Նահանգներն հենց ասում է, որ հնարավոր է նաև հարձակում, ինչ-որ պատժամիջոցներ իրականացվի Իրանի դեմ։ Որքան է այդ հավանականությունը, այսինքն կստացվի այս պարագայում Իրանի դեմ նորից ռազմական գործողություններ սանձազերծել, թեկուզ կարճատև ընթացքով եւ ինչ որ կամ ներքին իշխանափոխություն իրականացնել այդ լարվածությամբ, ներքին որ կա, որովհետեւ ասում են, որ հենց դա թելադրված է դրսից։ Այսինքն այս լարված իրավիճակը Իրանում ինչ զարգացումների հիմք կստեղծի։ Եթե պատժամիջոցներից եք խոսում, պատժամիջոցներ 40 տարուց ավել է։ Նոր պատժամիջոցների մասին է խոսքը։ 1000 պատժամիջոցա դրած Իրանի դեմ, մի քիչ ավել, մի քիչ պակաս կարող են ավելացնել մի փոքր, շատ չեն կարող ավելացնել, որտեղ ամեն ինչը արդեն պատժամիջոցի մեջ է, ինչպես Ռուսաստանն է պատժամիջոցի մեջ։ Պատժամիջոցների այդ շրջանակում։ Ուրեմն պատժամիջոցները մի կողմ թողնենք, ռազմական հարձակումը Իրանի դեմ Այս փուլում, կարծես թե այսօր մի քիչ սկսեց հանդարտվել իրավիճակը, տեղի ունեցան Իրանում պետականամետ ցույցեր, իշխանամետ ուժերը մեծ ցույցեր կազմակերպեցին եւ կարծես թե կարողացել են որոշ չափով մեղմացնել այդ խռովությունը։ Թեև այս առաջիկա օրերին դեռ տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինեն։
հույսը Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եւ Արևմուտքի այն էր, որ պետք է դարձյալ իշխանափոխություն ունենան ներսի ուժերով, կամ այնքան թուլանա Իրանը ներսից, որ իրենք հարված հասցնեն ռազմական, բայց Իրանը այդքան չի թուլացել։ Եվ այդ ռազմական հարվածը, եթե փորձեն հասցնել, մոտավորապես կրկնվելու է այն 12 օրվա անցյալ տարի հունիսին տեղի ունեցած պատերազմի սցենարը։ Հարվածներ կհասցվեն Իրանին, Իրանը շատ ուժգին հարվածներ կհասցնի Իսրայելին։ Այս անգամ կարող են նույնիսկ ավելի ուժգին հարվածներ հասցնել։ Եվ այդ պատճառով ես չեմ կարծում, թե այդ հարվածները կհասցնեն։ Եվ այսօր էլ նայելով այն ուժերին, որ Միացյալ Նահանգներն ունի Իրանի շուրջը, այս պահին դեռևս այդ ուժերը չկան։ Անցյալ տարի երբ հարվածը հասցրեց, շատ ավելի մեծ թվով ռազմանավեր կային, իրենց հակաօդային պաշտպանությունների միջոցով նաև եւ Պարսից ծոցում եւ Միջերկրականում, որով եւ պաշտպանում էին Իսրայելը Իրանի հրթիռային հարվածներից եւ ավելի մեծ թվով ուրեմն ավիացիա կար այնտեղ եւ այլն մոտակա ամերիկյան ռազմաբազաներում այսօրվա դրությամբ Վենեսուելան եւ ես դա ասացի հենց անմիջապես հունվարի 3-ի հարձակումից հետո քամել է որոշ չափով Միացյալ Նահանգների ռեսուրսները, որտեղ չի վերջացել այդ ռազմագործողության ուրեմն օպերացիանել այդ ռազմագործողությունը չի վերջացել։ Միացյալ Նահանգները իր նավատորմի մոտավորապես 20%-ը շարունակում է պահել Վենեսուելայի ափերի մոտ, իրականացնելով Վենեսուելայի եւ հիմա էլ հայտարարում են նաև Կուբայի բլոկադան պետք է անեմ։ Եթե այդպիսի իրավիճակի այնտեղ դեռ իր ուզածին չի հասել, ապա Իրանի ժամանակը չունի դեռևս։ Պետք է ավիակիրներ ուղարկի դեպի Իրան։ Այսօրվա դրությամբ ամենամեծ նորագույն լավ իրենց ավիակիրը Ջերալդ Ֆորդը գտնվում է այնտեղ Կարիբյան ծովում Վենեսուելայի Կուբայի ուղղությամբ է աշխատում, հասկանում եք։ Հարցեր կան, եթե ուզենա իրականացնել, մենք կտեսնենք, որ սկսեցին գալ այդ ավիակիրները կուտակվել, լրացուցիչ օդանավեր, ռազմաօդանավեր եւ այլն, այսպիսի բաներ կտեսնենք, բայց դա էլ դեռ չի նշանակի, որ հարված կհասցվի։ Եվ ամենակարևորն այն է, որ այս անգամ Իրանը կարող է ավելի ուժեղ խփել։ Եվ գիտեք ինչ կա, եթե Իրանը ներսից չեն կարողանում փլուզել, խփել նկատի ունեք Միացյալ Նահանգների ավիաբազաներից։ Եվ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները կարող են նորից հրթիռային հարվածներ հասցնել Իրանին։ Զորքով մտնելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Իրանը 90 միլիոնանոց պետություն է, ունի մեծ բանակ։ Եթե այդ բանակը չի քայքայված, եթե իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ամուր կանգնած է իր ոտքի վրա եւ տիրապետում է իր զենքերին, հազիվ թե այդ հարվածը հասցվի։ Իսկ եթե հասցվեց, ուրեմն կստանան հակահարված։ Եվ թե ով այդ ժամանակ ավելի շատ կտուժի, ով ավելի շատ կշահի, դեռ պարզ չէ։ Այս անգամ կարծես թե Չինաստանը ավելի մեծ այսպես աջակցություն է ցուցաբերում, շարունակ մինչ այժմ էլ է ցուցաբերել, հիմա էլ է ցուցաբերում։ Ռուսաստանից է Իրանը ստացել որոշակի թվով զենք, հակաօդային միջոցներ, ռազմաօդանավեր եւ այլն, եւ դրանք արդեն փաստեր են, այնպես որ տեսնենք ինչպես կզարգանա դեպքերը, բայց մեզ համար սա նշանակում է, որ վերադառնալով մեր հարցին եւ մենք սկսեցինք մեր հոգեվորականությունից, այն որ իշխանությունը կոլաբորացիոնիստական է եւ թքած ունի Հայաստանի ճակատագրի վրա, կամ լրիվ ուրիշ մի աշխարհում է ապրում եւ չի հասկանում Հայաստանի անվտանգության այս խնդիրները, տարածաշրջանային այս խնդիրները եւ զբաղվում է գիշեր-ցերեկ ուրեմն իր ռեսուրսները բոլոր, ԱԱՑ եւ այլն բերում ներդնում է եկեղեցու դեմ պայքարի մեջ, սա մի հարց է, բայց որ այս չարքեպիսկոպոսներն էլ չեն հասկանում։ Հասկանում եք, սրանք էլ ախր տարական գիտելիքներ են, եթե դուք վերցնեք կաթոլիկ կարդինալներին, նրանցից յուրաքանչյուրը միջազգայնագետ է, անվտանգության մասնագետ է, որևէ կաթոլիկ կարդինալ աշխարհում, չգիտեմ, դժվար թե գտնեք, որը չհասկանա
հետախուզական հարցերից, հակահետախուզական հարցերից, ռազմական հարցերից, աշխարհաքաղաքական հարցերից մեր եկեղեցին այդ առումով հետ է ընկել։ Մեր եկեղեցին այսուհետ պետք է շատ լուրջ զբաղվի ինչպես իր կադրային քաղաքականությամբ, ամեն մի պատահած մեկին, այսինչ գեղից, այնինչ գեղից չբերի նշանակի արքեպիսկոպոսը անմիջապես առանց տեսնելու այս մարդը ով է, ինչ է հասկանալու, բայց նաև պետք է շատ լուրջ քաղաքական, աշխարհաքաղաքական պատրաստություն տա իր գոնե այդ վերնախավին։ Վարդապետներից, աբեղա վարդապետներից վերև բոլորը պետք է հասկանան, ցանկալի է նաև քահանաները հասկանան այս հարցերը։ Մեր քահանաներից շատերը ակտիվ չեն Facebook-ներում։ Շատ վատ է։ Մի քանիսը ակտիվ են, բայց մեծ մասը ակտիվ չի եղել։ Սա էլ է վատ։ Տեսեք, դե հիմա ակտիվ չեն, որովհետև վախենում են ճնշումներ գործադրելու։ Չէ, այն ժամանակ էլ Facebook-ում չկան, մարդիկ չկան, Facebook-ում իրանց բանն էլ չկա։ Հասցեով նկարով իրենց էջը չկա, չի եղել, որովհետև թվացել է իրենց, որ դե իրենք հոգևոր կյանքով են միայն ապրում եւ այլն, բայց տեսեք օրինակ թեև հոգևոր կյանքի համար էլ է պահանջվում ամենօրյա պրոպագանդա եւ ագիտացիա խորհրդային տերմինը, եթե օգտագործենք, հոգևոր քարոզը անհրաժեշտ է նաեւ այսօր սոցցանցերում։ Իրականացնում են շատերը, բայց բոլորը պետք է դրանով զբաղվեն։ Տեսեք, Փաշինյանը ԿՊԱ-ականներից պահանջում էր, որ պարտադիր կմտնեք ոչ միայն Facebook եւ մնացած սոցցանցեր, այլև TikTok կմտնեք։ Մեր եկեղեցին շատ է հետ ընկել։ Եվ այսօր եկեղեցին առաջին ճակատում է, մենակ գրեթե մենակ դիմադրում է իշխանական այս համակարգի ահռելի հարձակմանը։ Գրեթե մենակ ասելով, իհարկե հասարակությունը աջակցում է, ընդդիմությունը աջակցում է, այսպես գիտեք ինչպես, կես իր ջանքերի 10%, իր ունեցած ռեսուրսների 10%-ով է աջակցում։ Այ քննադատելով, չգիտեմ, ցույց տալով իրենց։ Էլ ինչ պետք է անեին, որ չեն անում։ Շատ բան կարող են անել, որտեղ այսօր սա այնպիսի մի իրականության մեջ ենք մենք, որ ընդդիմությունը պետք է նաև օգտագործի այս իրավիճակը, այս անօրինականությունը, այս հակասահմանադրական արշավը Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ իր քաղաքական պայքարի համար, այսինքն ինչեր կան քաղաքական պայքարի զինանոցում, ինչ միջոցներ կան, դրանցից որն է ընդդիմությունը օգտագործել բացի բանավոր քննադատելուց։ Կան ցույցեր, արել է ցույց, չի արել, կան գործադուլներ, կան նստացույցեր, կան հացադուլներ, կան համաժողովներ։ Ես գրեցի այդ մասին, ասացի, ընդհանրապես այն, եթե նայեք ինչ միջոցներ են առաջարկում այս վերջին հեղափոխությունների տեսաբանները, օրինակ մեկի այդ տեսաբանից մեկի գրքում թվարկված է 198 միջոց պայքարի։ Եվ ես ասում եմ, ընդդիմությունը այսօր օգտագործում է մեկ միջոցը, այդ 198-ից։ Խոսում են, քննադատում են, բայց կներեք, ես առաջարկեցի, ասացի, շատ շտապ արագ գոնե մի համաժողով կազմակերպեք։ Մի մեծ դահլիճ վարձեք, կարող եք, չէ, վարձել, մի հատ դահլիճ վարձեք, հրավիրեք հայ մտավորականներին, թող մի 5 ժամ խոսեն մարդիկ, 6 ժամ, 8 ժամ, ամեն մեկը 5-ից 10 րոպե, ոչ ավել, իրենց դիրքորոշումը արտահայտեն, միացրեք բոլոր ձեր ալիքներով ցույց տվեք ուղիղ եթերով, մարդիկ ժողովուրդը թող տեսնի, որ այս ֆիզիկոսն է դեմ եկեղեցու պառակտմանը եւ աջակցում է ամենայն հայոց կաթողիկոսին եւ մայրաթոռին, այսինչ քիմիկոսն է, այս պատմաբանն է, այս բանասերն է, այս, չգիտեմ, մաթեմատիկոսներն են, հասկանում եք, կան մարդիկ շատ են, որ դեմ են, բայց պետքա կազմակերպել այս ամեն ինչը, ընդդիմությունը քաշվել է մի կողմ, էլ չեմ ասում ընդդիմության առաջի դեմքերի մասին։ Փաշինյանը ամեն օր խոսում է ժամերով, ամեն օր։ Ընդդիմության առաջի դեմքերը, նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, խոսում են շաբաթը, ամիսը 1-2 անգամ, եթե խոսում են ամիսը 1-2 անգամ, չգիտեմ, պետք է հաշվել տեսնել, գուցե 2 ամիսը 1 են խոսում, 5 րոպե, 10 րոպե,
Կարող է մեկ կես տարին մեկ մի հատ մեծ հարցազրույց անցկացնել։ Ասես քաղաքական պայքար չի լինում, սա քաղաքական պայքար չի։ Սա նշանակում է կանաչ ճանապարհ բացես քո հակառակորդի առջև, որը երկիրը տանում է կործանման, դու էլ նստած ես այնտեղ քո երրորդ, չորրորդ, երկրորդ էշելոնի մարդիկ են միայն։ Նախընտրական տարի է, գուցե նախընտրական տարուն զուգահեռ սկսեն շատ-շատերը խոսել ու երկար ուշացրել են, շատ են ես իրենց համար չեմ ասում, իրենց իդեպ ասեմ, իրենց խոսքը, չգիտեմ էլ, օգտակար կլինի, թե օգտակար չի լինի, կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն գործի։ Դա չի խնդրի, բայց գոնե այս մի քանի միջոցառումներն անցկացնեն ի պաշտպանություն եկեղեցու գոնե եւ ի պաշտպանություն սահմանադրության։ Բայց սահմանադրությունը ամեն օր խախտվում է, ամեն օր Փաշինյանը դուրս է գալիս խախտում է սահմանադրությունը։ Բայց այդ դրա համար 7-8 տարի է Նիկոլ Փաշինյան ձեր ասածին պես շատ հաճախ է սահմանադրական, ինչպես իրավաբաններն են նշում, խախտումներ արել, բայց այդ մասին բարձրաձայնվում է, բոլորը խոսում են, ինչ է փոխում։ Բարձրաձայնելը մի բան է, ուրեմն այդ այո, անընդհատ է խախտվել, անընդհատ, հիմա որ հիշենք չենք կարողանա թե քանի դեպքերում, բայց այդ դեպքերից մի քանիսը ունեն մեծ հնչեղություն հասարակության մեջ եւ քաղաքական պայքարը առհասարակ դրա վրա է հենված այն դեպքերը, որոնք ունեն մեծ հնչեղություն, դրանց պետք է միանա ընդդիմությունը իր բոլոր ամբողջ ռեսուրսները դնի հենց այդ կարևոր դեպքերի վրա փորձի առաջ տանել միանալ ժողովրդին ուրեմն համոզել։ Դե տեսեք, վերջին թարմ դեպքը Մայրաթորմ, երբ որ Նիկոլ Փաշինյանի այսպես 10 եպիսկոպոսները գնացին, ընդդիմադիրները գնացին եւ երկու գնալը ուրիշ է, այդպես չի լինի։ Ասեցին վեկացեք ժողովուրդ, եկեք էջմիածին։ Այո, ժողովուրդը գնաց մի որոշ թվականով։ Հետո քանի անգամ պետք է կանչեն, վեր կացեք ժողովուրդ, եկեք այստեղ, վեր կացեք գնացեք այնտեղ։ Ժողովուրդը ոստիկանական զորք չի, ԱԱԾ չի, որ ժողովրդին կոչ անես, ընդ որում միշտ խոր պաշտպանության դիրքերից, միշտ։ Այսինքն Փաշինյանը մի օր երկու օր առաջ մի բան է ասում, մենք արձագանքում ենք միայն։ Եվ մի բան էլ դուք արեք։ Ուզում եք ասեք նախահարցակ իրենք լինեն։ Իհարկե, նախահարցակ նույնիսկ չէ։ Պետք է իրենք իրենց ծրագիրը մշակեն, ընդ որում ցույց տան նաև քայլերով, թե ինչ պետք է անեն, սա առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ, այս քայլերը պետք է հիմա իրականացնենք, ոչ թե ընտրություններից հետո, եթե ընտրվենք, այսպես որ գնա չեն ընտրվի, Փաշինյանեն կնկարեն թվերը, կանցնեն, եւ իրենք չեն կարողանալու կազմակերպել ժողովրդին, այսպես ընտրություններից հետո մի, չգիտեմ, ապստամբություն անվանես, թե ինչ անվանես, որպեսզի ասեն, այսպես ձեր կեղծված է սա է։ Փողոց դուրս բերել մարդկանց ինչ որ ծրագրով, ձեր կարծիքով հիմա կաշխատի փողոցը աշխատում է սպարագայում։ Միայն փողոց դուրս կբերելը չի, ես ասացի, չէ, քանի միջոց կա։ Ուրեմն այս համագումար արեցին, ժողովներ արեցին։ Թող անեն, հետո կխոսենք։ Ուրեմն անում են մի քայլ, տեսնում են արձագանքը որն է, անում են երկրորդը, անում են երրորդը, անում են չորրորդը։ Ոչ մեկը չեն անում, բացի խոսելուց, այն էլ ոչ բոլորն են խոսում, ասացի։ Մի քանիսն են խոսում, այդպես չի լինի։ Սա խոր պաշտպանություն է, սա պայքար է։ Պայքարի մեջ խոր պաշտպան, մենակ պաշտպանվում եմ, ոչինչ չեմ անում, ու դա երկար է տևում։ Եվ հետո ծրագիր էլ չեմ ներկայացնում, թե ինչ պետք է անեմ։ Ուրեմն ոչ մի բան չեն կարող անել, ես թվարկեցի, չէ՞, այդ մի համաժողովն ինչ է որ չեն կարողացել մինչև այսօր կազմակերպել։ Դո մեկն էլ թող անեն, հետո կգան մենք կասենք այնտեղ, թե ինչ պետք է անել, այդ համաժողովի ժամանակ կասենք։ Վաղն էլ սա արա, այն միսօրն էլ նա արա, եթե իրանք այդքան, գիտեք, ստեղծագործական միտքը թույլ է իրենց քաղաքական դաշտում, մենք կհուշենք։ Եկել են, հարցրել են, մի օր չեն եկել, չեն հարցրել։ Թող մի համաժողով կազմակերպենք, ասենք ինչ արեք։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։